Բաղրամյան 21 հասցեում հավաքվել են վաստակաշատ բժիշկ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Սոկրատ Հովհաննիսյանի ընտանիքի անդամները, գործընկերները, նրա սաներն ու նրան ճանաչող ժամանակակիցները։ Անվանի բժշկին նվիրված հուշատախտակն է բացվում։ Սիրելի պապի ուղին շարունակող թորնուհին Նունե Հովհաննիսյանը կարոտով ու երախտիկով է հիշում նրան։ Նունե Հովհաննիսյանի նախաձեռնությամբ էականավոր բժշկի հուշաքարն այսօր արժանորեն տեղադրվել։ Հիանալի, աննկարագրելի պապիկ է, մասնագիտության հիմքը դրվել է նաև հենց իրեն շնորհիվ, որ ես այսօր բժիշկ եմ եւ շարունակում եմ կարծում եմ եւ ինքը վերևից երևի թե հպարտանում է, որ ես այսօր իրեն բոլոր հիմքերը իրեն դրած փորձում եմ իրականացնել։ Նյարդավիրաբուժության հիմնադիրներից է Հայաստանում եւ ինքը իրեն կերպարով շատ խիստ, շատ զուսպ, չափազանց ինտելիգենտ անձնավորություն էր, այնքան կապված էր իր մասնագիտության, մարդասիրության ու իր սաների հետ, որ բոլորը հիացմունքով ու վառ հիշողություններով միշտ խոսում են պապիկիս մասին։ Իրեն սաները բոլորը հիմա վաստակավոր նեյրովիրաբույժներ են։ Անդրոնիկ Իշխանչ Քալաջյան, Պատրիկյան Դավիթ Արտաշեսովիչ, Ռուբեն Վիկտորովիչ Ֆանարջյան, Սարիբեկյան Ալբերտ Սարիբեկովիչ, Մելիքյան Արմեն, շատերը, որոնք հիմա բավականին լուրջ նեյրովիրաբույժներ են եւ իրենք բոլորը այսօր ծառայության ղեկավարներ են եւ Հայաստանի Հանրապետության նյարդավիրաբուժության կարկառուն դեմքեր են։ Սոկրատ Հովհաննիսյանի սաներից անվանի նյարդավիրաբույժ Ռուբեն Ֆանարջյանը երիտասարդների համար մեծ խորհուրդ է համարում այս հուշաքարի բացումը։ Կարդալով այս հուշատախտակը կհարցնեն ով ա եղել, իսկ ասելով ով ա եղել, նա մեծ հետ կա թողել նյարդավիրաբուժության մեջ։ Լինելով նյարդավիրաբուժության հիմնադիրներից մեկը, անցնելով շատ վառ ուղի բժշկության նյարդավիրաբուժության մեջ, նա ստեղծել է դպրոց Հովհաննիսյանի, կարամ հիմա հպարտ ասեմ դրա մասին, որտեղ շատ իր աշակերտներից, սաներից ղեկավարում են բաժանմունքներ, կլինիկաներ, ոչ թե միայն Հայաստանում, այլ նաև Հայաստանից դուրս Ռուսաստանում, եւ կարամ հպարտ ասեմ դրա մասին, որտեղ զգացված եմ շատ, որտեղ շատ մեծ հարգանքով եւ սերով են վերաբերվել եւ վերաբերվում Սոկրատի պայնչին, եւ շատ ուզված եմ եւ հպարտ եմ։ Հայաստանում նյարդավիրաբուժության հիմնադիրներից Սոկրատ Հովհաննիսյանը ծնվել է Նախիջևանում, Օրդուբադի Բիստ գյուղում։ Դեպի բժշկություն նրա ճանապարհը սկսվել է Երևանի բժշկական տեխնիկումից, որին արդեն հաջորդել է ուսումը Երևանի բժշկական ինստիտուտում։ Նունե Հովհաննիսյանը պատմում է, որ ծննդավայր Նախիջևանը Սոկրատ Հովհաննիսյանը միշտ կարոտով է հիշել։ Շատ ցավոտ կետ ունեինք, միշտ իր հիշողությունների մեջ եւ տանը մենք մի անկյուն ունեինք, որ գրականությունը նվիրված էր Նախիջևանին եւ ինքը շատ ցավոտ էր տանում, որ մենք այսօր չունենք Նախիջևան։ Կարծում եմ մինչեւ կյանքի վերջ ինքը իրեն ցավը իրեն հետ տարավ։ Պատերազմի ծանրագույն օրերին Սոկրատ Հովհաննիսյանը հայտնվում է Կովկասի ռազմաճակատում։ Ընդամենը 24 տարեկանում նա ստանձնում է Դաշտային շարժական հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքի պետի պատասխանատու պաշտոնը։ Պատերազմից հետո արդեն կրթական ու հետազոտական աշխատանքներ Մոսկվայում, Կիևում, Անգլիայում։ 1962 թվականին նյարդավիրաբուժության հիմնադիրը նշանակվում է Երևանի բժշկական ինստիտուտի ռեկտոր։ Նրա պաշտոնավարման ընթացքում ստեղծվում են նոր ամբիոններ, ստեղծվում եւ գործում է ուսանողական պոլիկլինիկա։ 1966 թվականին ռեկտորի պաշտոնից ազատվելուց հետո գիտնական ինստիտուտում հիմնադրում եւ անձամբ ղեկավարում է իր տեսակի մեջ յուրահատուկ կլինիկական ամբիոն, որը կոչվում էր վնասվածքաբանության, ռազմադաշտային եւ նյարդավիրաբուժության ամբիոն։ Այստեղ առաջին անգամ կազմակերպում է նաեւ անզգայացման եւ վերակենդանացման դասավանդումը։ Ժամանակակիցները նաեւ այս հարցում են շեշտում բժիշկ Հովհաննիսյանի հեռատեսությունը։ Այդ ժամանակ ամեն ինչը փոխվեց բժշկականում, անկեղծ եմ ասում բոլորովին, եւ ուրիշ բան էլ ասեմ, որ իր մասնագիտությունը այդ ծանր դեպքերի վիրաբուժությունը, տրավմատոլոգիան, այն խաղաղ ժամանակներին թվում էր մի քիչ էկզոտիկ։ Ինքը ստեղծեց կենտրոններ, բայց 20 տարի հետո 15-20 տարի հետո ստեղծեց իր դպրոցը եւ ինչքան կարեւոր եղավ, գուցե ամենակարևորը եղավ իր ներդնումը եւ Ղարաբաղի համար
եւ երկրաշարժի կապակցությամբ եւ այլն, որ ինքը իրեն անմահացրեց իր դպրոցով, իր տրավմատոլոգներով, նեյրովիրաբույժներով եւ այլն։ Երկար տարիներ աշխատել ենք Սոկրատես Սպանիչի հետ, հրաշալի անձնավորություններ, բարձր ինտելեկտի տեր, բարձր այսպես մտածողության եւ հնարավորությունների անձնավորություն։ Այդ ամեն ինչը ներդնում էր նյարդավիրաբուժության մեջ։ Նա իսկական բժիշկ էր, իսկական բժշկությանը, բժշկական աշխարհին նվիրված մարդ։ Ծնվել էր հեռավոր Նախիջևանում, Բիստ քաղաքում, բայց հետո եկել էր Երևան եւ Երևանում իր ուսումը ստանալուց հետո մեկնել ռազմաճակատ, եղել ռազմաճակատում, հասել շարքային բժշկից մինչև ուրեմն գումարտակի, ավելի ճիշտ բժշկական գումարտակի, ուրեմն բժշկական ծառայության պետի աստիճանի։ Հետագայում արդեն ուսանել էր Կիևում, Անգլիայում, պաշտպանել էր թեզ տեխնացուական, որը հազվագյուտ հիվանդության էր վերաբերում, գլխուեղի տուբերկուլոմաներին։ Եվ այն գիրքը, որը գրված է Սոկրատես Սպանիչի Զազուլիայի Նարությունովի կողմից, միակն է այդ ասպարեզում։ Երկխոսությունը տեղի ունեցել Մարտիրոս Սարյանի եւ Պարուս Սևակի միջև եւ հետեւյալն է ներկայացվել։ Մեծությունն է մեծություն, թե մեծությանը մեծարողներն են մեծություն։ Ես կարծում եմ երկուսն էլ մեծություն են անհասանելի։ Այսօր մենք այս նշանավոր պատմական օր է ձեր ընտանիքի, ազգի եւ ամբողջ առողջապահության համար եւ ոչ միայն ազնիվ մարդկանց, իսկական Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, այստեղ ներկա է գործող ռեկտոր պրոֆեսոր Մուրադյանը, ակադեմիկոս հայտնի կենսաբան Հարությունյանը, Ժավախքի ներկայացությունները, իմ դուստրը եւ շատերը, ովքեր ներկա են, մենք մեծարելով հայտնի Սոկրատ Ստեփանիչին, հայտնի գիտնական գործիչ առողջապահության, հայկական առողջապահության եւ ոչ միայն պատերազմի, մեծ պատերազմի հայրենականի 45-41 թվականների մասնագից մեծարում ենք։ Իր հետ մենք մեծարվելով։ Եվ ես ուզում եմ պարզապես նաեւ արյունակցական մեծարանքել ասել։ Երախտիկի խոսք։ Թորնուհին ծորը իդեմս ձեր զավակի կենթանացնում եք ձեր մեծ պապին, մեծ գիտնականին, մեծ առողջապահության նկատմամբ երախտիկ ունեցող մարդու։ Թորնուհին մեծ ջանքեր է գործադրել այս գործը արդար գործը գլուխ բերելու համար։ Մի մարդու, մի անհատականության, որը շատ մեծ ներդրում ունի հայ բժշկագիտության, հատկապես նյարդավիրաբուժության մեջ եւ անցել է հայրենական պատերազմի դժնդակ ճանապարհներով 408-րդ հայկական դիվիզիայի բժիշկն է եղել ամենադժվար տեղում, Կերչում եւ շրջակայքում, այնուհետև բժշկական ինստիտուտի նման մեծ գիտակրթական կառույց է ղեկավարել, աճեցնելով մասնագետների բազմաթիվ սերունդներ եւ այսօր իսկապես արժեր, որ Երևան քաղաքը զարդարվեր նաեւ նրա անունը կրող այս հուշատախտակով։ Այս բակը, այս հասցեն երկար տարիներ շատերի համար է հարազատ հասցե եղել։ Նյարդաբան պրոֆեսոր Լիդիա Գիմոյանն է հիշում եւ հուզմունքով պատմում Սոկրատ Հովհաննիսյանի մարդկային ու մասնագիտական ազնիվ որակների մասին։ Сократ Степанович как врач был великолепен, точно так, как человек. Вот это здание, где мы сейчас стоим, я помню каждый Новый год, с каким удовольствием, с какой радостью мы шли, поздравляли нашего профессора и как нас хорошо принимали. Он образец честного врача. В нейрохирургии очень много бывает страшных случаев, когда действительно невозможно помочь больному. Все свои ошибки, я помню, мы как анализировали, какие были разборы для того, чтобы понять, в чем была причина, почему что-то не так получилось. Это был человек, которому и по Союзу, и за границей прислушивались, настолько его уважали, как очень правдивого, очень опытного доктора, сверхтребовательного и к себе, и к своим ученикам. Все, кто с ним работали, прекрасно знают, как это было сложно получить его одобрение.
Անվանի գիտնականի ծառայությունները բարձր են գնահատվել, նա արժանացել է հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի կարմիր աստղի շքանշանների, մեդալների և հանրապետության վաստակավոր բժշկի կոչմանը։ Զարուհի Դիլանյան, Հենրիկ Սարգսյան, 168 ժամ։